Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ, ճիշտ ասած այսօր ուզում եմ թեմայից խոսամ, որ իմ հետ է կապված։ Ես որ վիդեոներ եմ հրապարակում, շատերը տակ կոմենտների տակ գրում են ագրեսիվ ես, տենց չի, սերը տենց չի եւ այլն, դու պետք է սեր ցույց տաս, սենց բաներ են ասում ընկերներ, ճշմարտությունով ասում եմ ձեզ։ Հիմա ուղիղ ասեմ ճիշտ ասած բոլորին, որ իմանան։ Եթե ես ձեզ ասեմ, ես ձեզ սիրում եմ, ես սուտասան կլինեմ ընկերներ։ Հա, ես ձեզ չեմ սիրում։ Ես այս ամեն ինչ անում եմ, որովհետև Աստված ինձ պատվիրել է։ Ում եմ սիրում, Աստծուն եմ սիրում։ Հա, խի, գրած է, որովհետև ինքը առաջին ինձ սիրեց։ Ձեզանից ո՞ր մեկն է իր որդուն իմ համար դրել։ Կամ ձեզանից ո՞ր մեկն է իմ, չգիտեմ, ասենք իմ նեղին հասել, կոպիտ ասած։ Ձեզանից ո՞ր մեկն է, ասենք, չգիտեմ, ինչ որ կարեկցել, երբ որ ես նեղության մեջ էի։ Ուր էիք ընկերներ։ Մենակ Աստված էր իմ կողքին։ Հիմա ես ձեզ համբերում եմ, որը սիրո պտուղներից մեկն է, որովհետև սիրում եմ Աստծուն, Աստվածը դա պատվիրել է։ Շատ քրիստոնյաներ կան, այդպես խոսացողներ կան, որ խոսում են բանից սիրուց եւ այլն, ձեզ շատ սիրում են, ձեր համար գժվում են։ Խնդրեմ, բացա իրանց դեղները, ես ձեզ չեմ սիրում ընկերներ։ Ճիշտ է, գրած է, որ պետքա սեր ունենանք միմյանց նկատմամբ, դաժե, ասում եմ, եթե թշնամիա սիրեք ձեր թշնամիներին, ընկերներ։ Շատ դժվարություն է դա, ես փորձում եմ, հիմա այդ этаպի մեջ եմ, բայց չեմ սիրում հələ որ ընկերներ։ Ճշմարտությունով ձեզ ասում եմ։ Միտեղ էլ գրած ասում է ավետարանների մեջ գրած ասում է տով այն հավատարիմ ծառան, ասում է, երբ որ ես կգամ, ասում է Տերը կգա, կտեսնի, որ ասում է իր տոհմին, ասում է կերակուր է տալիս, այսինքն Աստծո խոսքը, ոնց որ մեկնում է, բացատրում է, չգիտեմ։ Ես բացատրում եմ ընկերներ, որ դուք վերցնեք։ Թե կվերցնեք, թե չեք վերցնի, դա չեմ խնդրվելու։ Ճշմարտությունով ձեզ ասում եմ։ Իսկ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, գիտես, երբ որ Քրիստոսը իր աշակերտներին ուղարկում էր գյուղերը 2-2, հա, ասում էր գնացեք, բարի լուրը քարոզեք, ասում է ով որ ձեզ ընդունի, ասում է կփրկվի, բայց ով որ ձեզ չընդունի, ասում է Աստծո բարկությունը մնում է իր վրան, ասում է ձեր ոտերի փոշիներն թոթափեք, որ ասում է վկայություն լինի իրանց համար, ասում է վերջի դատաստանի օրը։ Հիմա ընկերներ, ես դες խոսքը տալիս եմ։ Ես ճիշտ է, ասվել է որ պետք է սիրեմ, բայց ձեզ չեմ ճանաչում որ սիրեմ։ Ընդ մի հատ երիտասարդ կար, ինչ որ բաներ գրե, Արտուր էր անունը, իր կոմենտների տակ գրել էր ինքը, էլի ոնց որ ինչ որ մեկին գրել էր, այդ Արտուրը ասել էր դու ինձ ճանաչում ես։ Արտուր ջան, ճիշտ ասած ճշմարտությունով ասում եմ, բոլոր մարդկանց եմ ճանաչում ես աշխարհի վրա, որոնք որ սուտասան են, անարդար են, խաբեբա են, չգիտեմ, նախանձ են, դա Աստվածաշունչն է վկայում, ես չեմ վկայում։ Ու եթե դուք հերքեք այդ փաստը, որ դուք չարեք, դուք նախանձեք, դուք անարդար եք, այդ նշանակում է որ դուք սուտասան եք անում միակ Աստծուն, որ կենթանի նստած է երկնքում, որովհետև գրքի մեջ է գրած, որ մեկն էլ չկա որ արդար է, բոլորն էլ մեղքի տակ են, Աստծո փառքի ծնգած են ու շնորհքի ծնգած են, բոլոր մարդիկ մեղավոր են։ Ես ընդունում եմ, որ ես չարեմ, բայց որ խոսքը ձեր մասին է, դու ասում եք, ինձ ճանաչում ես, ճանաչում եմ ձեզ ընկերներ, բոլորին եմ ճանաչում, որ խաբեբա սուտասան անարդար իրանց շահը փնտրող մարդիկ են։ Մարդ ենք մենք ընկերներ։ Ճշմարտությունով ձեզ ասում եմ, կարա գաք ասենք ինչ ասեք, խես տենց ասում եմ այն ինչ որ գրված է Աստվածաշնչում, որին էլ որ ես հավատում եմ ու վստահում եմ։ Պատկերացրիք։ Դրա համար ընկերներ, ինձնից սեր մի ակնկալեք, ընկերներ, գնացեք Աստծուց սեր ակնկալեք։ Աստված է իր որդուն տվել իրականում որ ձեզ փրկի, ես չեմ տվել։ Իմ համար շահը, հա, մահը շահը, որ այսօր էլ գնամ երկինք, իմ հորդուն գնամ։ Պատկերացրիք, բայց ոնց ասեմ ձեզ, մնացել եմ, որովհետև Աստված ասել է պետք է իմանաս ընկեր, պետք է իմանաս, պետք է խոսաս, ինչքան է չարեն, ինչքան է չեն ուզում, ինչքան է եւ այլն։ Մի այլ տեղ էլ օրինակ բերեմ։ Գիտես, երբ որ Պետրոսը շատ մոտ ընկեր էր Քրիստոսին, ֆղած ասես քավլիցի քեզ չլինի, չելնը չխաչվեց եւ այլն, ֆղած Պետրոսին Քրիստոս ուղիղ բերանացի, այսինքն ասես հետս գնա սատանա։ Հիմա պատկերացնում եք Քրիստոսը ձեր ֆղար ասել հետս գնա սատանա, կտա փեի Քրիստոսին ընկերներ։ Ճշմարտությունով ձեզ ասում եմ։ Կամ այնտեղ մեկը գալիս ասում է թույլ տուր գնամ հորս թաղեմ, հետո գամ քո հետևից։ Պատկերացիք ինչ ասում, ասում է թույլ տուր գնամ իմ սեփական հորը, սրբությունը, որ դուք ասում եք, թաղեմ, հետո գամ քո հետևից։ Հորը թաղողները իր մերը քուրը բարեկամներն են։ Ասում է թող մեղելները իրանց մեղելին թաղեն, դու արի ինձ հետևի։ Պատկերացրի ինչ ասում։ Շատ կոպիտ, շատ վիրավորական է, դի չեք պատկերացնի։ Ասում է թող մեղելները իրանց մեղելին թաղեն, դու արի ինձ հետևի։ Ընկերներ, ճշմարիտ քրիստոնյան վիրավորանք չունի, հա, որովհետև եթե ոնց ասեմ, քեզ են կպնում, Աստծուն են կպնում, որովհետև ես չունես, բայց ձեզանից շատերը ես ունեք ընկերներ, որ եսը չեք կարող խոնարհացնեք։ Ճշմարտությունով եմ ասում։ Մեկ էլ մի ակնկալեք, որ ես ձեզ պետք է սիրեմ։ Իմ գործը ամեն արդարությունը խոսալն է, ճշմարտությունը խոսալն է, չլղելն է, չասել լավ, դե սրա համար կհալածվեմ։ Խոսալն է ընկերներ։ Քրիստոսը եկավ չլղեց, խոսած բռնին խաչի։ Հիմա ես էլ եմ ակնկալում, որ շատ տենց խոսամ ասում, որ ասում է ինչ Աստված ինձ ասում է, ձեզ ասեմ, ինձ էլ եք բռնելու խաչեք, որովհետև դուք չարեք ընկերներ։ Իրականում, երբ որ ապաշխարեք, ճշմարտությունով էս ազգը կգա փրկության, ու կտեսնեք պտուղներ ու կճաշակեք, բայց ճշմարտությունով չեմ հավատում հələ որ կապաշխարեք ընկերներ։ Չեմ կարող տեսնեմ այդ պտուղը, որ ասենք ոնց ասեմ, ձեզ մի քիչ խոնարհացնեք, ճանաչում ես ինձ։ Հա, ճանաչում եմ, այ ընկեր, չար ես դու, գնա ապաշխարի, Աստվածաշունչն է դրա մասին ասում։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, այդքան չար մի եղեք ընկերներ։
Այդքան չար իրականում մի եղեք։ Փորձեք բարի լինեք, փորձեք, չգիտեմ։ Ու նորից եմ ասում, այս ամեն ինչը ես անում եմ Աստծո համար։ Խի, որովհետև սիրում եմ Աստծուն։ Խի, որովհետև ի սկզբանե ինքը ինձ սիրեց։ Դուք չէ, ինքը։ Այսքանով եմ ուզում կիսվել ընկերներ, օրհնում եմ ձեզ, որ այդ չարությունը ձեր մեջից դուրս գա, որ գիտակցությունը բացվի, որ ձեր եսը պիղծ է։ Ճշմարտություն չկա ձեր եսի մեջ։ Ճանաչում ես ինձ, ճանաչում եմ ընկեր։ Ապաշխարի, գնա Աստծուն ու Աստվածը ողորմություն կանի։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ։ Թող որ Աստված ձեզ շատ օրհնի, օրհնելով օրհնում եմ ձեզ, ով էլ որելն եք, վիրավորել եք, չեք վիրավորել, Աստված օրհնելով օրհնի։ 10,000 ապատիկ լցնելով լցնի ձեր տունը։ Դաժե եթե չարությամբ եք վաստակի այդ գումարներն ու այդ ճանաչելիությունը թող 1000 անգամ ավելացնի։ Ընկերներ, սրանով եմ ուզում կիսվել։ Օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։